զավթե Չունքի ինձ զավթեցիր խապով նազանի Արիվիլ կարի մուտ կարաֆու հյուսիս Չկա քիզի նման չապով նազանի Արիվիլ կարի մուտ կարաֆու հյուսիս Չկա քիզի նման չապով նազանի Մարդ քու էշխեմետ կու դարնայիզիտ Արի մերահմարա լավկացի միզիտ Իրագործությունն իբրև արվեց զարգացած է եղել դեռևս վաղ ժամանակաշրջանում Գորգ բառը առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավան եկեղեցու պատի արձանագրության մեջ Ըստ 5-րդ դարի պատմահար Հերոդոսի գորգերը այն ժամանակ եղել են միակ վաճառքի ապրանքները, որոնք Եփրատ գետից տեղափոխվել են դեպի Միջագետ 10-րդ դարի մատենագիր Մասուդին ասել է, որ հայկական գորգերի նմանը չկա ծայրից ծայր աշխարհում։ Հայկական գորգը պարզապես գեղարվեստական գորգ չէ։ Տավուշյան գորգերը յուրահատուկ են իրենց բնական գույներով եւ Տավուշյան գորգերը միշտ տարբերվել են հենց իրենց յուրահատկությամբ։ Այն հուշարձան է հիշողությամբ, պատմություն է հյուսված թելերով, այն մեր ինքնությունն է։ Այս արվեստը վկայում է հայի ստեղծագործ ոգու, համբերության և մշակույթի մասին։ Նրանում եղած նախշերը խոսում են, պատմում են սեր, պատերազմի, կյանքի և մահվան մասին։ Այն մանրակրկիտ աշխատանք է, որը պահանջում է մեծ համբերություն և սեր արվեստի հանդեպ։ Ամեն մի գորգ յուրահատուկ է, թե որ նրանում կա անցյալ, ներկա ու ապագա։ Թեև ժամանակները փոխվում են, սակայն գորգագործությունը շարունակում է ապրել։ Նոր սերունդը փոխանցում է հին ավանդույթը, ստեղծելով նորը։ Սա ոչ միայն արվեստ է, այլև մշակութային դիմադրություն, հիշողություն և ինքնություն։ Ինձ համար պարզապես աշխատանք չէ, սա իմ անցյալն է, սա մեր անցյալն է, և ամեն անգամ, երբ փորձում եմ սաներից ինչ-որ ուղղություն տալ, հասկանում եմ, որ մենք ստեղծում ենք մի այնպիսի պատմություն, որը պահպանվելու է դարեր և եկել է դարերի խորքից։ Իմ սերն է, սա մեր սերն է, սա մեր ժառանգությունն է, և մենք այն պահպանելու համար պետք է այնքան զգույշ լինենք, որպեսզի չվնասենք այն։ Այստեղ մեր հոգին է, մանուկների անկեղծ սերն ու նրանց պարզությունն է։ Քանի որ կա հայ ազգը, այն շարունակում է ապրել տներում, սրտերում յուրաքանչյուր հայի մեր պատմության էջերում։ Դա մեր մշակույթն է, հյուսված ու հավերժացած։